Հոգեբանորեն այս ամեն ինչը կարելի է սենց մեկնաբանել։ Ռուբենը մասնագիտական անհաջողություններից հետո լուրջ կոմպլեքսացավ։ Կոմպլեքս, որը մինչև հիմա նրան հանգիստ չի տալիս։ Իր համար ապացուցել է, որ ինքը լավ մասնագետ է, լուրջ լրագրող հետախույզ ու անշահախնդիր գործ է անում մարդկանց օգնելու համար, դարձել է համար մեկ խնդիր։ Ինչի հետևանքով ինքը հորինել է այս պատմությունը, իրան ներքաշելով այս ամեն ինչի մեջ, որպես նամակներ ստացող։ Իրականում, այս ամեն ինչի հետևում կանգնած լինելով, փորձում է հայտնի դառնա որպես փրկիչ հերոս։ Վերջում փրկելով ինչ-որ մեկի կյանքը և բացահայտելով ինչ-որ կեղծ հանցագործ։ Դիտեք հաջորդ սերիայում։ Հետաքննությունը նոր կասկածել է ձեռք բերել։ Ինչ կա չհասկանալու, Նվարդ։ Կամ այդ լրագրողը հանցագործի հետ է աշխատում, կամ էլ այդ սաղ իր ձեռի գործն է։ Ես իմ ձեռով եմ դրան խեղդելու։ Արդյոք արժի նրանից զգուշանալ։ Շատ հնարավոր է, որ հետագայում պարզվի, որ Ռուբենը